20-ական, 30-ական թվականներին ակնհայտորեն երևում է երկու գիծ, մեկ այդպես մոդեռն ճարտարապետության հոսանքը, Մազմանյան, Գևորգ Քոչար։ Դեբատը, որ գնում է, դա տեղի ունենում համեմատաբար պահպանողական ուղղության կողմնակիցների հետ, որի կարող ներկայացուցիչ Թամանյանն եւ մասամբ որոշ վերապահումով կարող ենք ասենք Բունյաթյանը, եւ այս երիտասարդները, ովքեր վերադառնալով փորձեցին իրենց ուրեմն ռեալիզացնել։ Խոսքը գնում է երկու տարբեր արդի ճարտարապետական դպրոցների եւ մոտեցումների մասին։ Երկու տարբեր, խոսքը չի գնում մեկ արդիության մասին, խոսքը գնում է տարբեր արդիությունների մասին, որոնք զուգահեռ գործում էին եւ ձևավորում էին իդեպ, հա, իրենց փոխհարաբերության շնորհիվ դիսկուրսիվ դաշտ, որոշակի հանրային ոլորտ։ Երբ տեսնում եք երկու ճարտարապետական դպրոցների ձևափոխումների, տրանսֆորմացիաների տրամաբանությունը, դուք կարող եք իսկապես տեսնել, թե ինչպես էին այդ դպրոցները պարունակում հենց իրենց մեջ այն խոր հակասությունները, բայց միևնույն ժամանակ շատ ազնիվ մղումները, որոնք բնորոշ են, հա, արդի մշակույթին, ուղղված այդ նոր տեսակի հասարակարգ ձևավորելուն։ Այդ հակասությունները արտահայտվում են թե թամանյանական նախագծերի մեջ, հա, որտեղ նույն նեոկլասիցիզմը շատ տարօրինակ ձևով կարողանում է ապրել շատ հետաքրքիր էվոլյուցիա, սկսած հումանիստական սկզբունքներից ընդհուպ մինչև ավտորիտար ճարտարապետությանը բնորոշ, հա, թե ծավալատարածական լուծումներ, թե էսթետիկա, նույն հրապարակի պրոյեկտը, որը ձևափոխվել է, որը չի ձեռք բերել այն ֆորման, որը որ Թամանյանը ենթադրում էր, այն կարող ենք հիմա ասել փչացել է, կարող ենք ասել, որ աղավաղվել է, ելնելով նրանից, որ հրապարակի կոնֆիգուրացիան ենթարկվել էր փոփոխության, արդեն իսկ ենթարկվեց փոփոխության նաև կառավարական շենքի ողջ մարմինը, այսինքն այդ թմբուկի հարցը, որը մինչ օրս հա քննարկվում է, պետք է այն կառուցվի, պետք չի, որ այն կառուցվի, ինքը այն հին դիսկուրսի շարունակությունն է։ Եվ Սախարի հրապարակը եւ ուրեմն Շահումյանի հրապարակը բավական հետաքրքիր օրինակներ էին։ Ցավոք սրտի Շահումյանի հրապարակը մեղմ ասած ամբողջովին վերացվեց, մինչև 90-ականները գոյություն է ցարական ժամանակաշրջան նախագծված քաղաքային դումայի շենքը, որի վրա մի հատ ավելացվել է Բունյաթյանը, բավականին այդ հաշվի առնելով ուրեմն եղած ճարտարապետական լուծումը, բայց նույն ճարտարապետը հակառակ անկյունում Սևան հյուրանոցը տեղական շինանյութով, բայց բոլոր սկզբունքները տեղադրիքով քաղաքում տարբեր մոտեցումներ ինքը կարելի ասել մաքուր կոնստրուկտիվիստական կամ մոդեռնիստական ուրեմն կառույց է, որը ցավոք այսօր արդեն գոյություն չունի։ Ինչ վերաբերվում է ավանգարդիստներին, նրանց ճարտարապետության տրանսֆորմատիվ տրամաբանությունը նույնպես Վերինաշյանի դրամատիկ էր, այսինքն ես դες կարող եմ ցույց տալ, հա, կոնկրետ օրինակներ, թե որոշակի շենքեր քանի տարբերակներ են ունեցել։ Հիմա ուշադիր։ Շեդևր։ Հովհաննես Մարգարյանի եւ Միքայել Մազմանյանի ցումի առաջին տարբերակն է կոնստրուկտիվիստական։ Ցումի հետ կապված ուրիշ տարբերակ։ Նախնական տարբերակը եղել էր մաքուր կոնստրուկտիվիստական, միջանկյալ տարբերակ էր եղել, որը արդեն իսկ պոստկոնստրուկտիվիստական էր, բայց այն
իր ձևով բավականին արդեն հիշեցնում էր Ստալինյան ճարտարապետությունը, ինչ մենք ստացել իրականում այն ինչ որ կառուցվել էր, դա մաքուր պոստկոնստրուկտիվիստական ճարտարապետություն էր, մինչև այն պահը, երբ այն վերջի շրջանում չենթարկվեց վերակառուցման եւ այն ձեռք բերեց, այդպես ասած, պոստկոնստրուկտիվիստական ճարտարապետության նեոլիբերալ վերաձևակերպում։ Դինամո մարզա դաշտի տրիբունաներն են եւ այստեղ դուք նույնպես կարող եք տեսնել, հա, այն տրանսֆորմատիվ process-ը, խնդրեմ։ Առաջին տարբերակը կոնստրուկտիվիստական։ Կարող եք տեսնել, թե ինչի է վերածվում այդ ճարտարապետությունը։ Ընդհանրապես այս կայի հատակագիծն է։ Խորհրդային տարիների լավագույն համալիրային լուծումներ ունեցող Գայգին Նժդեի հրապարակից միանգամից բացվում ենք լրիվ ուրիշ մի աշխարհ, որը տրամաբանական հակասության մեջ է մտնում հենց այդ նույն ճակատագրով շատ լավ մշակված համալիրի հետ։ Մենք տեսնում ենք Բունյաթյանի նախագիծը ուրեմն հրշեջ կայանի համար, որը մաքուր կարելի ասել ուրեմն կոնստրուկտիվիստական նախագիծ է, բայց իրականացման ժամանակ, քանի որ շինարարության ընթացքում ինքը կալանավորվում է եւ ուրիշ մարդկային շարունակում, այդտեղ շատ լավ երևում է եւ նախագիծը հենց որ դնում ես կողքը համեմատում ես, տեսնում ես ինչ զարգացում է ունեցել այդ ամեն ինչը։ Մյուս հետաքրքիր օրինակը գրքի պալատն է։ Վերին Աշճանի նույնպես հետաքրքիր կառույց, շատ մասշտաբային կառույց է, բայց եթե ուշադիր դուք նայեք, այդ կառույցը ունի շատ տարբեր էսթետիկաներ։ Դուք պետք է դիտարկեք այդ ողջ քառակուսին, որը Իսահակյան փողոցից ուրեմն շարունակվում է դեպի Տերյան փողոց, հետո բարձրանում է Կորյունի փողոց, իսկ դրանից հետո դրամատիկական թատրոնի այդ կողքով ուրեմն իջնում է փողոցի անունը հիմա չեմ կարող հիշել, խոսքով այն այգին որ կա, այդտեղ բավականին մեծ կառույց է։ Նույնպես էսկիզները, եթե, հա, նայենք, տեսնենք կոնստրուկտիվիստական ճարտարապետությունից, չնայած որ արդեն ուշ շրջան էր պոստկոնստրուկտիվիզմից սկսած, տեղի է ունենում անցում դեպի ստալինյան ճարտարապետության, որտեղ դուք գործ ունեք արդեն Վերին Աշճանի հստակ ստալինյան ճարտարապետության հռետորաբանության հետ, հա, բայց միևնույն ժամանակ այն իր մեջ պարունակում է կոնստրուկտիվիստական ճարտարապետության մտածողությունը։ Որոշ հատվածներում, այսինքն օրինակ Տերյան փողոցի թևը ինքը ամբողջությամբ ստալինյան ճարտարապետության մի շատ մաքուր արտահայտություն է։ Ստալինյան ճարտարապետությունը հետաքրքիր ձևով կարողացավ այդ երկու դպրոցները օգտագործել ձևավորելու համար իր նոր ճարտարապետական ուղղությունը եւ ճարտարապետական ոճը։